Երևանում ասում են առանց ծիծաղի տունը հույսի մեռած տունը։ Մեր տանը Արաբկիրի հենց կենտրոնում ծիծաղը մեռավ շատ ավելի շուտ, քան կեսրայրիս կյանքի լույսը հանգավ։ Այն մեռավ այն օրը, երբ ես ամուսնացա Արմանի հետ։ Իմ անունն է Անուշ։ Ամուսնությունից առաջ իմ կյանքը նման էր արևոտ ծիրանին։ Քաղցր, վառ, լի լույսով։ Արմանը քաղաքում հարգված ու ազդեցիկ Արա Ագայի որդին ինձ թվում էր ամբողջ աշխարհը։ Նա գեղեցիկ էր, քաղաքավարի, հաջողակ բիզնեսում և նրա ընտանիքն ինձ ընդունեց ավանդական հայկական հյուրընկալությամբ։ Միակ մարդը, ով միշտ նայում էր ինձ անասելի տխրությամբ, նրա հայրն էր, Արան։ Ամուսնությունից 1 տարի անց իմ ոսկե վանդակը սկսեց սեղմվել։ Արմանը սկսեց ուշ վերադառնալ, նրա աչքերը սառեցին, իսկ խոսքերը կոպիտ դարձան։ Նա վերահասկում էր իմ յուրաքանչյուր քայլը, յուրաքանչյուր զանգը, յուրաքանչյուր դուրս գալը։ Ես ինձ թաքարդում էի զգում, բայց հայկական ընտանիքում հեռանալը գրեթե նույնն է, ինչ մեռնելը։ Ես լռում էի, պահպանելով ամուսնու ընտանիքի պատիվը։ Արա Ագան, իմ կեսրայրը, իմ լուր դաշնակիցն էր։ Նա միշտ պատճառ էր գտնում ինձ հետ առանձին խոսելու ու մխիթարելու համար։ Նա հին տեսակի, ազնիվ մարդ էր։ Երբ նա հիվանդացավ և անկողին ընկավ, ես դարձա նրա գլխավոր խնամողը։ Արմանը նրան հազվադեպ էր այցելում, պատճառաբանելով կարևոր գործերը։ Այդ դեկտեմբերյան երեկոյան Երևանը ծածկված էր հաստ ձյունով։ Արա Ագան սկսեց շնչահեղձ լինել։ Ես շտապ օգնություն կանչեցի ու նստեցի կողքը, բռնելով նրա չոր, գրեթե թափանցիկ ձեռքը։ Նրա աչքերում, որոնք սովորաբար իմաստուն էին ու հանգիստ, հանկարծ բռնկվեց ոչ մարդկային վախ։ Նա կտրուկ շրջեց գլուխը դեպի ինձ։ Նրա ձայնը հազիվ էր լսվում, նման թափված տերևների սուլոցի, բայց բառերը ծակեցին ինձ ամբողջությամբ։ Անուշ, մահից առաջ խնդրում եմ քեզ, գրասենյակում Արարատյան դաշտի խաղողի այգիները նկարի հետևում չհրկիս ող պահերանը, կոդը իմ ծննդյան օրն է, վերցրու փաստաթղթերը և հեռացիր իմ տղայից։ Նա բոլորովին այն չէ, ինչ թվում է, նա… Այս բառի վրա նրա աչքերը կանգ առան, ուղղված դատարկությանը։ Նա մահացավ։ Հուղարկությունը շքեղ էր։ Արմանը սուգ էր ձևացում, բայց ես տեսնում էի, թե ինչպես էր նա նյարդայնացած հայացքներ նետում դեպի գրասենյակը։ Կարծես վախենում, որ ես արդեն գիտեմ, բայց ես չէի շտապում։ Ես սպասեցի, մինչև անցավ 40-ը, ավանդական սուգը։ Ի վերջո ուշ գիշերով, երբ Արմանը քնած էր, հոր հիշատակին կազմակերպված առանց հարբեցողությունից հետո, ես մտա գրասենյակ։ Նկարը ծանր էր, բայց ես այն հանեցի։ Նրա հետևում հան, սև, երկաթյա չհրկիզվող պահարանն էր։ Կոդը 0409 1948 թիվ։ Պահարանը ճոճճաց։ Ներսում կար հաստ թղթափանդակ, կապված պարոնով, և մի փոքր գունատ ոսկե խաչիկ։ Թղթափանդակում փող չկար։ Կային փաստաթղթեր։ Ծննդյան վկայական, որից պարզ էր դառնում, որ Արմանը Արա Ագայի հարազատ որդին չէ, այլ որդեգրվել է այն բանից հետո, երբ նրա իսկական ծնողները ողբերգականորեն մահացել են Սպիտակում։ Նոտարական վավերացված ցուցմունքներ, որոնք նկարագրում էին, թե ինչպես է Արմանը աստիճանաբար և կեղծիքների միջոցով խլել հորից նրա բոլոր օրինական բիզնեսներն ու ակտիվները, իսկ ինքը զբաղվում էր մի կեղտոտ բանով, որը Արա Ագան չէր կարողանում տանել։ Ամենասարսափելին։ Արաբկիրի տան և մի քանի այլ անշարժ գույքի բնօրինակ փաստաթղթերը վերագրվել էին իմ անունով։ Դա արվել էր սկեսրայրիս մահից 2 շաբաթ առաջ։ Առանձին թերթիկի վրա գրված էր նրա կոկիկ ձեռագրով. Անուշ, սա քո փրկագինն է։ Դու չպետք է տարոպես իմ սխալների համար։ Հեռացիր ու ապրիր։ Նա ոչ միայն ցանկանում էր փրկել ինձ իր որդուց։ Նա ինձ հնարավորություն տվեց հեռանալ, Արմանին առանց ոչինչ թողնելով։ Արևածագին վերցնելով միայն ամենաանհրաժեշտը և Արա Ագայի խաչիկը, ես դուրս եկա տնից։ Արմանն արթնացավ և կորուստը հայտնաբերեց միայն մի քանի ժամ անց։ Նա զանգահարում էր, սպառնում, բայց ես արդեն ապահով տեղում էի, իմ տատիկի, Մարիամի մոտ Գյումրիում։ Երբ ես ամուսնալուծության դիմում ներկայացրեցի, նրա զայրույթը փոխվեց խուճապի։ Նա չէր կարողանում հասկանալ, թե ինչպես է իր հայրը, ծեր ու հիվանդ, կարողացել խաբել իրեն։ Արմանը մնաց տանը, որը ձևականորեն իրեն չէր պատկանում, բիզնեսով, որն անվստահելի էր։ Նա դարձավ այն, ինչ նրան տեսնում էր հայրը։ Ոչինչ։ Իսկ ես մնացի Անուշ, փոքր, բայց ազատ։ Առաջին անգամ երկար ժամանակ հետո ես հայելու մեջ տեսա մի կնոջ, ով ժպտում է,
Եվ ես գիտեի, որ Արահագան ինձ նայում է երկնքից, եւ առաջին անգամ երկար ժամանակ հետո նա հանգիստ է։